Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Ահազանգ դիմակավորված անձին Գյումրիում շրջափակել են ուժեղ Հայաստանի գրասենյակը։ Ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակագրություն է ներկայացրել։ Կրկնակի քվեարկություններ, ուղղորդումներ ու պակաս քվեաթերթիկներ, ինչ ընտրախախտումներ են արձանագրվել։ Քաղաքական ուժերի առաջին համարներն ու հոգևոր վերնախավը մասնակցել է ընտրությանը, ինչ ելույթներ են հնչել։ Դիմակավորված անձին Գյումրիում շրջափակել են ուժեղ Հայաստանի գրասենյակը, կուսակցությունն է ահազանգ հնչեցնում։ Փաստաբաններին էլ թույլ չեն տվել մտնել գրասենյակ, դիմակավորված անձին դուռը կողպել են, նրանք տեղեկություն չունեին, թե ներսում մարդիկ կան արդյոք։ Լսենք մանրամասները։ Եթե չարամատորեն խուսափում են դուռը բացելուց, ուրեմն փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտում են։ Դուք տեսնում եք, որ Պարոն Խուդինյան, ինչ է կատարվում այս պահին այստեղ։ Ահազանգ ունենք, որ ընտրակաշարք է բաժանվում, մնացածը լրացուցիչ կտեղեկացնի։ Իսկ փաստաբանին ինչու չի թույլատրվում ներս մտնել։ Մնացածը հետո կասնի։ Եվ քանի հոգի էին, պարոն Խուդինյան, ներսում գտնվում, ներեցեք։ 3 հոգի։ Արդեն 8 ժամ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է խորհրդարանի ընտրությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է վիճակագրություն։ Ժամը 14-ի դրությամբ ազգային ժողովի ընտրությանը մասնակցել է 847,226 ընտրող կամ ընտրողների իրավունք ունեցողների 33,84%-ը։ Երևանում մասնակցել է 283,601 ընտրող կամ ընտրողների 33,38%-ը։ Ամենաակտիվը Սյունիքի մարզն է, պասիվը Արմավիրը։ Արագածոտնում 39,691 անձ կամ ընտրողների 34,99%-ը, Արարատում 72,243 անձ կամ ընտրողների 32,81%-ը, Արմավիրում 68,785 անձ կամ ընտրողների 30,39%-ը, Գեղարքունիքում 57,422 անձ կամ ընտրողների 32,29%-ը, Լոռիում 74,575 անձ կամ ընտրողների 34,96%-ը, Կոտայքում 86,481 անձ կամ ընտրողների 35,95%-ը, Շիրակում 65,608 անձ կամ ընտրողների 31,51%-ը, Սյունիքում 41,738 անձ կամ ընտրողների 39,6%-ը, Վայոց ձորում 16,878 անձ կամ ընտրողների 37,81%-ը, Տավուշում 40,204 անձ կամ ընտրողների 38,87%-ը։ Սակայն այս ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ 9 կոտորակ 60 ընտրատեղամասում քաղաքացին պնդել է, որ իր հասցեում մարդ կա գրանցված, որին ինքը չի ճանաչում, բայց այդ մարդն այդ իրեն անհայտ անձը արդեն քվեարկել է։ Ուժեղ Հայաստանն է ահազանգ հնչեցրել։ Ալավերդու 24 կոտորակ 11 ընտրատեղամասում քպեականներն իրենց ուղղորդած քաղաքացուն հաղորդել էին չգործածած քվեաթերթիկները դուրս բերել ընտրատեղամասից, որպեսզի ապացուցեն, որ քվեարկել են քաղաքացիական պայմանագրի օգտին։ 31 կոտորակ 09 տեղամասում հայաքվեն արձանագրել է, որ պատգամավորության քպեական թեկնածու Սարիկ Մինասյանը չլինելով տվյալ տեղամասի ընտրող եկել ու զրուցել է քաղաքացիների հետ, ինչն ակնհայտ ընտրախախտում է։ Արձանագրվել են նաև կրկնակի քվեարկության դեպքեր։ Արձանագրված ընտրախախտումները մեկ տեսանյութում առանց մեկնաբանության։ Քիչ առաջ ԿՊԿ կուսակցության ներկայացուցիչը մոտեցավ բնակչին, ով օգնության կարիք ուներ եւ տղան հետներ, սպասում էր տղային, որ մոտենա, եւ թիվ 3 քվեաթերթիկը դրել էր սկզբնամասում, ինքը ուղղորդեց, որ այդ թերթիկը տակը դնի, ես կողքն էի ու լսեցի, թե ինչպես է ահա այս անձնավորությունն ուղղորդում, որ փոխի թիվ 3 քվեաթերթիկը։ Ամբողջը վերցնում եք, իսկ մեկ գրաֆիկ, որոնք ոչ
չեք ուզում գցում եք քվեատուփի մեջ, այս մի հատիկը դնում եք մեծ։ Այստեղ չի կարելի քշնել, դրա խոսակցություն։ Ինչպես ստացվեց, որ մի հոգի փաստորեն քվեարկել է այստեղ մենք տեսանք Տիգրան Նիկողոսյան, առաջի քվեողը։ Աշխատակիցը համապատասխանությունը թվի չի տեսել, ու թույլ են։ Բայց հիմա այս թուղթը վավեր կհամարվի։ Անվավեր, իհարկե։ Սա անվավեր է, բայց հիմա ընտրողը չի իմանա, որ իր թուղթը անվավեր է համարվելու։ Ճիշտ ասած, ես ուզում եմ անվավեր, որովհետև այս բանին ընտրատարածքային տեղամասի նախագահան սպասում է Գիազոր մարմնի եւ կենտրոնական ինքնական հանձնաժողովի որոշմանը, որպեսզի որոշում կայացնեն ու փոխանցեն ինձ որոշումը։ Թափանցում է էսի քվեախցիկի հետևը երևում է։ Նկարում եմ։ Նկարում եմ։ Թեկնածուն մինչև ժամը 20:00-ն իրավունք չունի լինել տեղամասում, պարոն։ Ինչ անե՞լ, Մինասյան։ Պարոն Մինասյան։ Մի կտես։ Все, լավ փորձեցի գրանցվի։ Գարնի կարիլա, գարնի։ Չէ, все։ Գարնի կարի։ Ուրա, ժողովի անդամներ։ Այս վերել ասամ ենք ցուցադրելով, իրեք հետ գնաց։ Չեփի դենեք։ Քիչ առաջ Հայաքվեն տեղեկացրեց նոր ընտրախախտման մասին, պարզվել է, որ 950 տեղամասի ընտրացուցակում ներառված են մարդիկ, որոնք մահացել են կամ չեն բնակվում այդ հասցեում։ Ընտրախախտումներ են նկատել նաև իմ գործընկերները, մասնավորապես Նոր Կեսարիայում, որտեղ աշխատել է իմ գործընկեր Անի Աբաղյանը, որն այս պահին տաղավարում է, ողջույն Անի։ Անի, վաղ առավոտից ընտրատեղամասում ես, տեսանք, որ Նոր Կեսարիայում վիճակը լարվել էր, պիտի խնդրեմ մեր ռեժիսորին լեդէկրանին ցուցադրի կադրերը, պիտի խնդրեմ նաև դու ներկայացնես, թե ինչ էր կատարվում ավելի մանրամասն։ Նախ հենց մտանք Նոր Կեսարիա, ամբողջ գյուղում ընդամենը 1 ընտրատեղամաս է, 15 կոտորակ 42-ը։ Իջանք կամերայով եւ արդեն մոտենում ենք դեպի ընտրատեղամաս, նկատում ենք, որ ընտրատեղամասի աջ եւ ձախ հատվածներում կուտակված քաղաքացիներ կան։ Հենց մենք ավելի ենք, ինչքան մոտենում ենք, այսպես ասած, դռանը, որպեսզի ներս մտնենք, նրանք աջ ու ձախ են գնում եւ ծրվում են, տարածքում այլևս չեն երևում։ Մենք այդ ընթացքում դեռ անգամ չէինք հասցրել ուղիղ եթեր միանալ կամ լուսանկարել, տեսանկարել։ Մտնում ենք ներս, դեռևս հանգիստ վիճակ է լինում, մեկ էլ Ուժեղ Հայաստան կուսակցության վստահված անձը ասում է, որ դուք քվեաթերթիկի վրա թանակ կա, պետք է փոխեք եւ խոսակցությանը խառնվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը, այնուհետեւ անկախ դիտորդը եւ սկսում են անկանոն գորգորալ միմյանց վրա, մեղադրանքներ, վիրավորանքներ հնչեցնել։ Այդ ամբողջը մենք ուղիղ հերարցակմամբ արդեն լուսաբանում էինք։ Հանձնաժողովի նախագահի հորդորով բոլորը լռում են եւ շարունակում է բնականոն ընտրությունը, սակայն դրանից շատ քիչ անցած ներկա ենք լինում բաց ընտրության, քաղաքացին կարծես տեսողական խնդիր ուներ եւ չէր կարողանում ինքնուրույն կողմնորոշվել, դուրս էր եկել, հարցնում էր ինչ անեմ այս համարը, այո։ Նա փորձում էր հանձնաժողովի նախագահի միջոցով, այսպես ասած, հասկանալ ինչ պետք է անի, մի քանի անգամ ուղղորդեցին, քվեաթերթիկը այսպես արեք, մի ծալեք եւ այլն, բայց արդյունքում այդ կինը չկարողացավ ընտրել, որովհետեւ կորցրեց կտրոնը, մեր կամերաների առջև պատռեցին ծրարը եւ մի կողմ նետեցին։
Անի սրանք հենց այդ կադրերն են։ Այստեղ վիճում են բոլորով, միասին գորգորում են, հենց այդ բանի հետ կապված այս մարդը քաղաքացիական պայմանագրի վստահված անձն է։ Իդեպ, երբ մի բան կար, հա, որ ուշադրության արժանի էր, մենք երբ որ ուղիղ հեռարձակմամբ ներսում էինք աշխատում, գյուղացիները մոտենում էին ձեռքը պարզած, որպեսզի բարևեին վստահված անձին, համագյուղացի համարելով, նա կամերաների դիմաց հայտարարում էր, որ ես չեմ կարող ձեզ բարևել, իմ այս պահին զբաղեցրած դիրքը թույլ չի տալիս, եւ այդպես մի կես ժամ ներսում մենք ուղիղ հեռարձակմամբ աշխատում ենք եւ որոշում ենք դուրս գալ հասկանալ դրսում ինչ է կատարվում եւ տեսնում ենք, որ քաղաքացիների հետ նույն վստահված անձը ջերմ զրուցում է, նրան էլ ինչ-որ բաներ են փոխանցում։ Կանգնեցինք ավելի հեռու եւ տեսանք, որ նրանց խոսակցությունը, նույն վստահված անձի խոսակցությունը շարունակվում է արդեն մեկ այլ խմբի քաղաքացիների հետ։ Խոսակցությունն ավարտվում է, այդ քաղաքացիներից երկուսը մտնում են ընտրատեղամաս, որից հետո դուրս են գալիս այդտեղ կանգնած կապույտ վերնաշապիկով տղամարդը, որը ժամեր շարունակ այնտեղ երկաթե ցանկապատի վրա նստած էր, նրանց ասում են, որ մեր պարտքը կատարեցինք եւ գնում են։ Մենք մոտենում ենք հասկանալու այդ ինչ պարտք է, որ կատարել են, ինչու են այդ քաղաքացիները ժամեր շարունակ այդտեղ նստած, մեզ չեն պատասխանում պատշաճ, նշում են, որ հով է այստեղ նստել ենք։ Մեր հետևորդների ուշադրություն ուզում եմ կենտրոնացնել այն փաստի վրա, որ այդ հով տեղը ընտրատեղամասի դռան հարակից հատվածն էր։ Եվ այդ քաղաքացիները կարծես թե հաշվում էին կամ դիտում, արձանագրում էին, թե ովքեր են գալիս իրենց գյուղացիներից ընտրելու։ Մեկ այլ քաղաքացի կար, որ ավելի առաջ էր կանգնած, քան այդ կապույտ վերնաշապիկովը։ Ես նրան էլ հարցրեցի, ինչ եք անում, ինչու եք այստեղ ժամեր շարունակ կանգնած։ Նա խուսափելով տեսախցիկից եւ մեր հարցերից գնաց յետնամաս, իսկ կապույտ վերնաշապիկով ավելի տարեց տղամարդը ընտրատեղամասի դիմացի հատված։ Երբ որ մենք ներս մտանք եւ նորից դուրս եկանք, նկատեցինք, որ նրանք նորից շարունակում են այնտեղ մնալ։ Անի, քանի ընտրատեղամասում ես եղել այսօր, ինչպես է կազմակերպված քվեարկության գործընթացը, ընտրողները առանց դժվարությամբ են անցնում այդ բոլոր փուլերը։ Մենք առավոտյան 7:45 եղել ենք արդեն Էջմիածնի այստեղ 14 կոտորակ 11 ընտրատեղամասում։ Քաղաքացիները շատ հետաքրքիր է այդ պահը, երբ որ դեռ ընտրատեղամասը բացված չէ, բայց քաղաքացիները դրան դիմաց կանգնած են, որպեսզի կարծես պայքարում էին առաջինը լինել ընտրող, իրենց ձայնը վստահել այս կամ այն ուժին, այդտեղ որևէ ընտրախախտում չենք նկատել, բայց մի, այսպես ասած, թերություն կար, որ էլի մենք ֆիքսել ենք, երբ որ հասանք այդ ընտրատեղամաս, տեսանք, որ ցուցակները, որոնք փակցված են դռան ապակում, այդ հատվածում թեքահարթակ է եւ մարդիկ չեն կարողանում նորմալ կանգնել իրենց անունները կամ իրենց հարազատների անունները ցուցակում գտնել, այստեղ այդ խնդիրը եղավ եւ նաեւ ներսում տեխնիկական մեկ այլ հարց կար, նույնականացման համար նախատեսված սարքավորումները այդտեղ աշխատողները, հանձնաժողովի անդամներն ասացին, որ կարող է քիչ հետո իրենք ունենալ լիցքավորման հարց եւ տեխնիկական խնդիր կար այդտեղ, բայց հանձնաժողովի անդամները արագ կարգավորեցին։ Խոսեցինք Նոր Կեսարիայում տեղի ունեցած միջադեպի մասին, այս ամենի ֆոնին մյուս ընտրատեղամասերում, որտեղ եղել ես, հանձնաժողովի անդամների եւ դիտորդների աշխատանքը ինչպես է ընթանում, իրենք ինչ մտահոգություններ ունեն։ Դե Նոր Կեսարիայում քաղաքացիների հիմնական մտահոգությունն այն էր, որ աղմուկ է անդադար, նրանք չեն կարողանում կենտրոնանալ, իրենք ասում էին, որ տեսեք շփվում են այստեղ եկած ընտրողների հետ վստահված անձանց նկատի ունենալով։ Սրանք էին, բայց առաջին ընտրատեղամասում ամեն ինչ ավելի հանդարտ էր ի տարբերություն Նոր Կեսարիայի։ Նշեցիր, որ Էջմիածնում բավականին ակտիվ էին մասնակցում, իսկ որ տարիքային խմբերն էին առավել ակտիվ։ Էջմիածնում կարծես այդպես
որևէ տարիքային խումբ չեմ կարող առանձնացնել, որովհետև հավասարապես գալիս էին եւ երիտասարդները եւ ավելի տարեցները, բայց այսպիսի տպավորություն եմ ստացել, որ ավելի տարիքով քաղաքացիներին ընտրական այս գործընթացը ավելի շատ է հետաքրքրում, քան երիտասարդներին։ Նաև նկատել եմ, որ 18 տարի լրացած քաղաքացի կար, որ առաջին անգամ էր ընտրում, իր համար ավելի նորություն էր այդ ընտրությունը, այո, նաև պարտավորեցնող։ Եվ մի բան էլ էի նկատել, երբ որ քաղաքացիները մոտենում էին արդեն քվեախցիկի։ Այո, նրանք շատ մեծ պատասխանատվությամբ, հոգոց հանելով, կարծես վայրկյաններն էին հաշվում, թե երբ է վերջապես իրենց ընտրության արդյունքը պարզ լինելու։ Իսկ հետաքրքիր կամ անսպասելի դեպքեր արձանագրել ես։ Ավելի շատ անսպասելին այն էր, որ քաղաքացիների նրանք նստած էին Նոր Կեսարիայի դեպքին, պետք է նորից անդրադառնամ, երբ որ նստել էին այդ երկաթե ձողերին եւ ակնհայտ իրենք ժամեր շարունակ այնտեղ էին, բայց չէին խոստովանում, խուսափում էին որևէ պատասխաններ տալուց։ Իսկ ընտրողների հետ զրույցներում որ թեմաներն էին առավել հաճախ հնչում, մարդիկ ավելի շատ խոսում էին քաղաքական ուժերի, թե երկրի ընդհանուր ապագայի մասին։ Այն քաղաքացին, որի հետ առաջինը զրուցել եմ, ասաց, որ ընտրել է լավ ապրելու համար։ Մեկ այլ քաղաքացի ասաց, որ ուժեղ է ուզում լինել այլևս։ Կային քաղաքացիներ, որ առանց որևէ հարցադրման միանգամից արձագանքում էին, որ ոչ մեկ չի ուղղորդել, ով պետք է մեզ ուղղորդի, մինչդեռ ես դեռ չէի էլ հասցրել իմ հարցը տալ։ Այսպես տրամադրությունները տարբեր են, հստակ չեմ կարող ասել։ Շատ շնորհակալ եմ Անի, դեռ օրն առջևում է, այլ դեպքեր եւս կարձանագրվեն, մենք կլինենք ուղիղ եթերում, շատ շնորհակալ եմ։ Քեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ իմ գործընկերները վաղ առավոտից աշխատում են հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ուղիղ միացումներին կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Խորհրդարանի ընտրության քվեարկությանը մասնակցել են քաղաքական ուժերի առաջին դեմքերը եւ հոգեվոր վերնախավը։ Նրանց ելույթներն առանձնացրել ենք մեկ տեսաշարում, դիտենք։ Վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրանց երկիրը վերակառուցելու եւ ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու, վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ սկսենք մեր երկիրը սարքենք լուրջ զարգացող ակտիվ երկիր։ Հիցուն հոգի մեր մարդկանցից տարել են։ Անտեղի տեղ ինչ որ տանել է, որ մարդիկ չզբաղվեն, բայց դրան էլ հարցի լուծում չի։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը ուզում է փոփոխություն, սուտ ասել է դա ապագա չի։ Տղեկ եկեք մի դիրքի ազգային ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ։ Ամեն դեպքում քվեախցիկում մարդն իր խղճի հետ է, ինչ ուզում է սարան, մեկը իր խղճի հետ է մնում մենակ։ Ես խնդրում եմ, որ նրանք հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ։ Ոչ թե մարդիկ, որոնք կարող են ուրախությունների ժամանակ ուտել խմելով զբաղված լինել, այլ մարդիկ, ովքեր իսկապես
քնած թե արթուն ուշադիր հետևում են, որպեսզի ամեն մեկի կյանքը լինի բարելավված, արդար։ Все? Душ жарко, сапер. Չեն կարող Հայաստանին զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչու՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հարակվեին, հարակվե տեղի կունենա այն ժամանակ, երբ որ լինի հարակվեի առարկա։ Շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն իջակի է պահել իր սահմանների անդրադում խելαιությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Ընտրությանը մասնակցել են նաև հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի եւ այլ հոգևորականների հետ քվեարկել է Էջմիածնի 14 կոտորակ 11 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում վեհափառը նշել է, որ իր ընտրությունը կատարել է հանուն Հայաստանի բարօրության, անվտանգության եւ խաղաղ ապագայի։ Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով եւ հայսով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով,
անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ եւ ողջ աշխարհի այսօր եւ միշտ ամեն։ Ընտրությանը մասնակցել է նաև Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Սրբազանը քվեարկել է Գյումրու 31 կոտորակ 44 ընտրատեղամասում։ Քվեարկությանը մասնակցել է նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Սրբազանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Իջևանում։ Հիշեցնեմ, որ նա դատարանի թույլտվությամբ է մասնակցում ընտրությանը եւ պետք է Երևան վերադառնար ժամը 16-ին։ Այո։ Ո՞նց ուտնում եք կյանքը։ Քվեարկությունից առաջ նա նաև կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ընտրությանը, ընդգծելով, որ յուրաքանչյուրի քվեն կարևոր է երկրի ապագայի համար։ Նախ այդ որևէ ընտրություն եւ այս պարագային սա յուրաքանչյուրի պատասխանատվությունը, կեղծավորությունը եւ բառիս ամենալայն իմաստով ասում խաբեությունը, երբ դու չես գնում քո պատասխանատվությունը, չես դնում այս ամբողջ գործընթացի մեջ եւ ուրիշից հետո պահանջում ես, որ ինչ որ կերպով քո կյանքը բարեփոխվի կամ բարելավվի։ Հետևաբար
ով չի գնալու ընտրության, ոչ թե կասեմ, որ իրավունք չունի վաղը մյուս օր խոսելու, այլ պարզապես ինքը պատճառը դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում, ոչ թե ինքը։ Եվ հետևաբար ես հրավիրում եմ, կոչ եմ անում այս կարևոր, շատ կարևոր հանգրվանին, որ ջրբաժան հանգրվանը մեր կյանքում գնան ընտրության եւ ստանձնան այդ պատասխանատվությունը, ոչ միայն իրավունքը կիրառեն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, ընտրատեղամասերից ուղիղ միացումները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում, հետևեք մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայքերեք www.abcmedia.am։ Իսկ եթե նկատել եք ընտրախախտում, կասկածելի կամ ուշագրավ դեպք ընտրատեղամասում կամ դրա շրջակայքում, ուղարկեք մեզ լուսանկարներ, տեսանյութեր եւ կարճնկարագրություն մեր Telegram բոթի միջոցով։ Իսկ այս պահին առաջարկում եմ դիտել իրական Հայաստան առանց ֆիլտրի հաղորդաշարի հերթական թողարկում, իսկ մենք կհանդիպենք ժամը 18-ին։